Սիրելի բարեկամներ, քանի դեռ սուտն ու կեղծիկը չենք վերացել քաղաքական դաշտից, որևէ արդյունք հնարավոր չէ արձանագրել, երբ տեսնում եմ, թե ինչ ոգևորությամբ են փորձում խաբել մեր ժողովրդին, ինչ անպատկառությամբ են փորձում մոլորեցնել մեր ժողովրդին ու ձեռք բերել էժան հեղինակություն, պարզապես ապշում եմ, երբեմն իսկապես վախենում եմ մեր ժողովրդի միամտության ու հավատավորության ավելցուկից։ Սիրելի բարեկամներ, տարիներ շարունակ այսպես համակարգված ու հետևողականորեն վարկաբեկելով քաղաքական գործընթացն ու քաղաքական միտք ունեցող անձանց, քիչ թե շատ հեղինակություն ու գիտելիք ունեցող անձանց և հակառակը, տարիներ շարունակ այսպես կանխամտածված առաջին պլան բերելով քաղաքական միտք չունեցողներին, կլոուններին, հարբեցողներին, քաղաքական վաշխառուներին ու խոպանչիներին, երբեմն դուրս պրծուկներին, հնարավոր էր միայն մի դեպքում, երբ իսկապես խնդիր էր դրված ներսից ու դրսից, բառից բուն իմաստով այլասերել մեր ժողովրդի ընդհանուր նկարագիրը ու փոխել մեր ժողովրդի ողջ աշխարհընկալումը։ Դժվար է ասել, սիրելի բարեկամներ, թե այս ամեն ինչով կավարտվի, բայց որ վերականգնումն ահռելի դժվար է լինելու ու մեծ տիտանական ջանքեր է պահանջելու, գրեթե համոզված եմ։ Սիրելի բարեկամներ, քաղաքական դաշտում ստեղծել են մի իրավիճակ, որ կամ պետք է սպասարկես Ռուսաստանի շահերը կամ Արևմուտքի, իսկ պատկերավոր ասած, կամ պետք է լինես Ռուսաստանի ագենտը ու արդարացնես նրա բոլոր քայլերը կամ Արևմուտքի ագենտը ու ցույց տաս, որ եթե չկա Արևմուտք, ուրեմն չկա Հայաստան։ Եթե դու չես տեղավորվում այս սահմանափակ շրջանակի մեջ, ուրեմն դու քաղաքականության մեջ տեղ չունես։ Ինձ համար ընդհանրապես ցավալի է, սիրելի բարեկամներ, որ հայկական օրակարգ գոյություն չունի։ Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական դաշտում որոշում կայացնողների ճնշող մեծամասնությունը սպասարկում է կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերը։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտ մուտք գործելիս իսկապես չէի պատկերացնում, որ այս ոլորտում վիճակն իսկապես այսքան ողբալի է ու զզվելի։ Աստիճանաբար, սիրելի բարեկամներ, մոտենում է ամեն մեկին իր անունով կոչելու ժամանակը հայկական օրակարգի համատեքստում։ Սիրելի բարեկամներ, իսկապես անորոշ տագնապալից ժամանակահատվածում ենք ապրում։ Մեզ որակապես նոր իրավիճակ է պետք ստեղծել հանուն մեր ժողովրդի իրական արժանապատիվ խաղաղ գոյակցության, բայց դրա համար անհրաժեշտ է, որ իրապես արժանի քաղաքական միտք կրող և ունեցող հայրենիները իսկապես համախմբվեն ու միավորվեն։ Հավատում եմ այդ գաղափարի իրագործմանը։